Всё, պատրաստ ենք։ Իվարկյան ես պատրաստ չեմ։ Վնիմանիու։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք, արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Իմ զրուցակիցը Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Դավիթ Եդիգարյանն է։ Ողջույն, պարոն Եդիգարյան, շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս հնարավորության համար։ Ողջույն, Մարիամ ջան, ես էլ եմ շնորհակալ, որ նույնիսկ ձեզ այստեղ տեսնում եմ։ Անցած անգամ մենք կանգնեցինք այնտեղ, որ մենք նոթբուք ելեմն ենք ուսումնասիրում եւ այսօր շարունակենք այդտեղից։ Ավելի պրակտիկ դասընթաց։ Ես զբաղեցնեմ իմ տեղը եւ լսենք ձեր դասախոսությունը։ Եկեք նորից մի հատ վերհիշենք անցած դասին ինչ ենք արել։ Անցած դասին կանգնեցինք այնտեղ, որ իմացանք, թե գոյություն ունի Google-ի գործիք Notebook LM։ Այսօր դիտարկենք ամբողջ գործիքակազմը Notebook LM-ի, կհասկանանք, թե ինչ հնարավորություն ունի։ Ուրեմն, նայեք, այստեղ կարողանում ենք ընտրել եւ հանել մեր ընտրած սկզբնաղբյուրը, կարողանում ենք փոխենք անունը, ձախից աշկակ եկեք։ Կարող ենք նոր նոթբուք ստեղծել, կարող ենք նոր նոթբուք ստեղծել գլխավոր էջից, սա բոլոր իմ նոթբուքներն են, եկեք ետ գնանք, նոր նոթբուք ստեղծելու համար ստեղծում ենք այստեղ create new notebook, այստեղ կցում ենք մեր սկզբնաղբյուրները, կարող լինել web ինչ-որ link, ֆայլեր կարող ենք համակարգչից գցել, web կայքեր, YouTube-յան, Google Drive եւ ինչ-որ ցանկացած տեքստ։ Ետ գնանք մեր սարքած արդեն իսկ նոթբուքը, մենք արդեն իսկ ունենք այստեղ պատրաստի AI լաբորատորիա։ Ուրեմն, այստեղ մենք կարողանում ենք ընտրել մեր լեզուն, որ լեզվով է մեծ տևող ինֆորմացիան հասնելու, նորեք, ես ընտրել եմ հայերեն, բայց գործիքների մեջ մենք ունենք հնարավորություն նաև կոնկրետ գործիքակազմի համար, կարող ենք ցանկացած հարցման համար մի լեզու նշել։ Մեր հղումը հայերեն լեզվով էր, բայց ես օրինակ ուզում եմ ստեղծել աուդիո պոդքասթ ռուսերեն լեզվով։ Ունենք 4 տարբեր տարբերակներ։ Առաջինը պոդքասթի տարբերակով երկու հոգի իրար զրուցում են եւ քննարկում են այն թեման, որը որ գծված է։ Կապ չունի դա YouTube-յան վիդեո է, թե օրինակ գիրք է։ Կարող եք ձեր համար գիրք վերցնել, ստեղծել պոդքասթներ ու ինքներդ ձեր համար դաս անել։ Brief-ը ձեզ հնարավորություն է տալի կարճ ինչ-որ ավելի հստակ կոնկրետ թեմայի շուրջ աուդիո պոդքասթի ստեղծել։ Կրիտիկը սա օրինակ մի թեմայի շուրջ, եթե ուզում եք քննադատող կարծիք լսել, այսինքն երբ որ դուք թեման լսում եք ուղղակի, առաջին իսկ տպավորությունը դուք ուղղակի ընդունում եք ինֆորմացիան առանց արգելքների։ Անցած անգամ ես նշեցի, որ պետք է ստեղծենք նաև պրեզենտացիա, չէ՞։ Պրեզենտացիան slide deck-ն է, իմ մոտ իրականում ինտերֆեյսը անգլերեն է, դուք կարող եք ձեր ինտերֆեյսը փոխել ձեր Google-ի account-ից, այն տարածում ամբողջ ձեր Google-ի գործիքակազմի վրա։ Եկեք հիմա մանրամասն դիտարկենք, թե ինչ կա slide deck-ի մեջ։ Ֆորմատը կա երկու տարբերակով, detailed եւ presenter։ Detailed-ը ավելի մանրամասն շատ տեքստ է ներառում պրեզենտացիայի սլայդերի մեջ, presenter-ը ավելի շատ հնարավորություն է տալի ներկայացնողին ուղղակի վիզուալների ներքո իր տեքստը, որը որ կարող ենք պատրաստենք քիչ անց ցույց կտամ, սլայդերի ներքո։ Ուրեմն մի հատ նոր սլայդ գեներացնենք եւ երկարությունը կարճ ու default։ Եկեք կարճ գեներացնենք, տեսնենք թե քանի էջ կլինի։ Եվ վերջնական լեզուն էլի կարող ենք ընտրել ամեն մի սլայդի համար։ Իսկ որքան ժամանակ է պահանջում, որպեսզի մեր սլայդը գեներացվի։ Կախված վճարման տարբերակներից, ձերի տարբերակը շատ երկար կարող է տևի, որովհետև ինքը հարցումը գցում է queue-ի մեջ,
Վճարովին հենց հիմա կտեսնենք թե ինչքան ժամանակ։ Իսկ անվճար տարբերակում կան սահմանափակումներ, օրինակ էջերի քանակի։ Հիմնականում սահմանափակումը ժամանակի մեջ է, այսինքն ինչքան երկար եք սպասելու, մինչև ձեր սլայդը կգեներացվի։ Հիմա տեսնենք վճարով տարբերակում ինչքան կսպասենք։ Եկեք վերջնական լեզուն էլի դնենք։ Եկեք անգլերեն դնենք։ Եկեք անգլերեն դնենք, այո։ Ինձ ավելի արագ տրնի։ Ահա։ Երբ որ ես չտվեցի ինչ որ prompt, նայեք, այստեղ գեներացվում են արդեն։ Ահա։ Եվ հնարավորություն ունենք նաև նշենք թե որ թեմայի շուրջ ենք մենք ուզում սլայդ սարքենք։ Բայց ես ոչ մի բան չնշեցի, դա նշանակում է որ ամբողջ թեմայի շուրջ մենք սլայդեր ենք գեներացնելու։ Ինչ ֆորմատով մենք դեռ չունենք դրա վրա վերահսկողություն, բայց կարող ենք վերջում գնալ Google Slide գործիք, սա իմ նախորդ դասի սարքած պրեզենտացիան էր։ Այստեղ եկեք ցույց տամ թե ինչ հնարավորություն կա Google Slide-ի ներքո փոփոխություններ անել։ Նայեք, օրինակ ունենք 13 էջ, 13 էջը դա դեֆոլտի երկարությունն էր։ Մենք հիմա short արեցինք, որը որ ավելի կարճ է։ Ամեն սլայդի համար կարող եմ նշել Nano Banana Pro-ի միջոցով փոխել իր գույնը օրինակ կարող եմ փոխել։ Այստեղ կարող եմ ուղղակի slide image ինչ որ նկար կարող եմ տալ կամ նշել ինֆոգրաֆիկ օրինակ։ Ու նկարագրենք տնանք օրինակ ինչ որ նկարագրություն կասեք, ով կասի ինչ որ նկարագրություն։ Ինչ որ ստատիստիկ տվյալներ լինեն անպայման։ Տեսնենք ինչ կտա։ Հասկանանք ինչ արագություն կտա մեզ։ Սա մեզ կոնկրետ է սլայդի շրջանակներում տալու է ստատիստիկ տվյալներ, ինֆոգրաֆիկայի գործիքակազմով։ Իսկ կարող են այդ ստատիստիկ տվյալները սխալ լինել։ Հնարավոր է, իհարկե։ Նայեք, AI-ը ձեր գործիքն է։ Գործիքը ինքը իրանով պատասխանատու չէ ոչ մի բանի համար։ Սա ինֆոգրաֆիկան է, որը մենք կարող ենք ավելացնել տակից կամ insert on new slide կամ նոր սլայդով ավելացնենք կամ օրինակ տեղադրել հենց իրա վրա։ Տեղադրեցինք այս կողմ։ Իսկ կարող են գունային փոփոխություններ մտցնել։ Դա նորից պետք է այլ նկարագրենք գունային փոփոխություն։ Սևի ու կանաչի մեջ էր, առաջարկում եմ նարնջագույնի ու սևի մեջ լինի։ Տեսնենք ինչպես կհասկանա։ Սա մեր նոր ստացվածն է, բայց ինֆոգրաֆիկա չի։ Մենք ոնց որ նշեցինք ուղղակի նարնջագույն սարքի։ Դրա համար ինքը ուղղակի նարնջագույն սարքից։ Սա կարող ենք ավելացնել նախորդ prompt-ի հետ, որ տար այս մոդուլը, որը որ մենք քիչ առաջ նոր սլայդի վրա կտնենք։ Իսկ կարող ենք այնպես անել, որ մեր սլայդի background-ը ինչ որ երևանյան տեսարժան վայր լինի։ Օրինակ դեմ օպերայի ֆոնի վրա լինի այս ամենը։ Եկեք դրա համար գտնենք օպերայի նկարը, ավելացնենք նկարը։ Իսկ AI ինքն իրենով չի կարող գեներացնել Երևանի օպերայի տարածքը։ Իրականում տեսնենք թե ինչքանով է նա ճանաչում մեր օպերայի տարածքը։ Եկեք փորձենք նախ ձեր ասած տարբերակով այս մեկի համար ես կնշեմ էլի անգլերեն։ Please add as a background Yerevan Opera House։ Զուգահեռաբար կգնանք եւ քաշենք օպերայի նկարը։ Գրեցի, որ խնդրում եմ փոխել ետնանկարը կոնկրետ այդ սլայդի օպերայի Հայաստանի օպերայի շենքի ենթադրում երևի այս նկարը կլինի, որտեղ առաջին սա է բերում։ Եկեք սա քաշենք։ Վերցնենք։ Բերենք օպերան։ Opera House։ Պահենք դեսքթոփի վրա, որ հեշտ գտնենք։
Իսկ արհեստական բանականությունը օրինակ կարող է հասկանալ, որ տվյալ նկարը ներբեռնելու հնարավորություն չկա, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կարող է առաջանալ։ Նայեք, ինքը մեզ հնարավորություն է տալի քաշելու մենակ այն, ինչը որ բաց հասանելիության է, այս հեղինակային իրավունքի խնդիր չեն կարող ունենալ։ Ինչպես տեսնում ենք, ինքը ճանաչում է մեր օպերայի շենքը այս ռակուրսից։ Մի փոքր անհաջող ռակուրսից, բայց կարևորը ճանաչում է։ Ամեն դեպս ճանաչում է եւ դա գովելի է։ Իրան ուղղակի պետք է տանենք հետ։ Order bring to front send backward։ Ահա։ Եվ դարձավ այդ բնակար։ Ուղղակի օպերան կորավ ֆոնի վրա։ Ահա։ Այստեղ քննարկեցինք նանոբանանան եւ Google Slider-ի կիրառումը, եկեք գնանք այդ Gemini։ Նայեք, այստեղ թուլերի միջից նշում ենք, թե որ գործիքն ենք ուզում օգտագործենք, որը մեր համար սլայդը սարքելու։ Նայեք, այստեղ ունենք Canvas, որը հնարավորություն է տալի այս շատի շրջանակներում մենակ խոսալ Canvas-ի հետ։ Այսինքն, այստեղ ինչ որ անելու ենք, ինքը գրաֆիկական ինտերպրետացիա անելու։ Տեքստեր չեն գեներացնելու հիմնականում Canvas-ի շրջանակում։ Խնդրում ենք սարքել պրեզենտացիա, please generate a presentation for this video։ Շատ կարևոր է, երբ որ մեր YouTube-ի աղբյուրը ունենա transcription։ Այսինքն, եթե չունենանք տեքստը վերբեռնած, դա անում է YouTube վերբեռնող անձնավորությունը։ Նաև հնարավորություն ունենք Gemini-ի օգնությամբ ստեղծել կայքեր որպես պրեզենտացիաներ։ Այսինքն, կայք ասածը կայքեջ HTML լեզվով, որը երևի թե ամենապարզ հասանելի եւ տարբերակը հիմա ցույց կտա։ Ես խնդրեցի, որ ինձ գեներացնի presentation, որը որ մենք կարող ենք հետագայում էքսպորտ անել մեր այս սլայդերի մեջ եւ նույն փոփոխությունները անել։ Այստեղ հնարավորություն ունենք մեր ստեղծած սլայդերը քաշել PDF ու PPTX ֆորմատներով։ Նաև կարող ենք փոխանցել, այսինքն share անել, հենց տեղում slideshow կազմակերպել, եկեք տեսնենք ինչ դա։ Շատ լավ։ Հենց այն է ինչ որ մեզ պետք է։ Հիմնականում գրքերի մեջ տեսել եք, որ կա բովանդակություն, իսկ այն տվյալները, որոնք որ չունեն բովանդակություն, մենք ենք կառուցում կամ ամբողջը կարդում ենք, որ հասկանանք։ Դրա համար մենք ունենք mind map, որը ստեղծում է այդ բովանդակությունը վիզուալ տեսքով մեր տված սկզբնաղբյուրի համար։ Շատ արագ։ Ուրեմն ունենք հարթակ բովանդակություն, կորպորատիվ տեղեկատվություն։ Եկեք բովանդակությունը գնանք, արհեստական բանականություն, լաբորատորիա տեսանյութեր։ Ու այստեղ կարողանանք արդեն հասկանանք, որ թեման է մեզ ավելի հետաքրքիր, կենտրոնանանք այդ թեմայի շուրջ եւ այս թեմայի հիման վրա կարողանում ենք ստեղծել պատկաստներ, որը կոնկրետ այդ թեմայի շրջանակում կլինի։ Mind map-ը հիմնականում դրա համար է։ Քույզներ անցած անգամ ստեղծեցինք, ինֆոգրաֆիկա մեկը կարող ենք ցույց տալ։ Այստեղ ունենք տարբեր template-ներ, օրինակ ես ում եմ editorial, մեկ էլ Lego-ի տարբերակը։ Իսկ template-ները կարող ենք ինքներս ստեղծել։ Template-ները ցավոք այս պահին չեն կարող ենք տրամադրել ինչ-որ template հղման տարբերակով, ասել օրինակ նման template-ով ստեղծել, հույս ունենալով, որ ինքը կհասկանա, թե ինչ նկատի ունենք։ Երևի թե հիմնականում բոլորը քննարկեցինք։ Եկեք նա եզրափակենք, տնանք թե ինչ սովորեցինք։ Ունենք notebook LM, ունենք Google Gemini, երկուսն էլ մեզ հնարավորություն են տալիս սլայդեր սարքել։ Կոնկրետ այսօր խոսում ենք սլայդերի մասին եւ notebook LM-ի գործիքակազմի մասին։ Եկեք ինֆոգրաֆիկան էլ տանք, որ ինքը սարքի մեր համար, նա վիզուալ հասկանանք, թե ինչ ունենք, մանրամասն եւ այստեղ կարող ենք տալ ինչ գույներ ենք ուզում, որ ներառվեն։ Օրինակ ինչ որ գույներ խնդրում եմ։ Սև, նարնջագույն, կանաչ։ Ոնց որ նարնջագույնը շատ ենք սիրում։ Այո։ Սև, նարնջագույն։ Նայեք, չեմ նշում, որ օրինակ ինձ պետք է սև նարնջագույն, նշում եմ հայերեն լեզվով։ Տեսնենք, թե ինչ արդյունք կտա։ Եվ կանաչ։ Գեներացնել, ահա, և տեսնենք ինչ տվեց մեզ Google Gemini-ը, սա էլ
մեր Gemini-ից պատրաստած պրեզենտացիան ինձ այս տարբերակը ավելի դուր եկավ։ Ինձ էլ ճիշտ ասած։ Սա կարող ենք էքսպորտ անել Google Slide եւ այնտեղ արդեն կատարել նույն փոփոխությունը ինչ որ քիչ Gamma app-ի ոճով է պրեզենտացիաները պատրաստում։ Որովհետեւ այստեղ մենք ունենք ավելի շատ կոնտրոլ, հա, իսկ Gamma app-ի պարագայում երևի թե պետքա վճարովի տարբերակ օգտագործենք, որ կարողանանք։ Սա անվճար տարբերակում հասանելի է։ Կարող եք օգտագործել։ Հարցեր խնդրում եմ։ Չկան։ Ինչ է սպա, հարցեր չկան։ Okay, եկեք ձեզ նաև ցույց տամ կայքի գեներացման տարբերակը։ Տեսնենք, թե այս պրեզենտացիայի հիման վրա մեզ կգեներացնի վեբկայք թե չէ։ Նայեք։ Կոդերը միանգամից գրել։ Միանգամից կոդ է սկսում գրել։ Հա, ոնց որ թե ծրագրավորների մեծ մասի գործը վերցրել է նա։ Լավ ինչումն է, որ այս կոդը ձեր մոտ է լինելու։ Սա ինչ լեզվով ծրագրավորվում է։ Սա իշտեն վրա։ Սա վեբ կայքերի, այս կայքը, որ տեսնում եք, այս նույն լեզվով է գրած։ Այսինքն այս նույն լեզվով է երևում ձեզ, թե տակից ինչ լեզու է։ Իսկ տվյալների արտահոսքի խնդիր չի լինի։ Սա ամբողջը ձերն է։ Սա կարող եք կոդը կոպի անել, այս կոդը ձերն է, կարող եք վերցնել տեղակալ ինչ-որ միտեղ, լիովին ձերն է։ Բերում։ Ես օրինակ նախընտրում եմ այս տարբերակով պրեզենտացիա անել, որտեղ սա ավելի հետաքրքիր է ու ինտերակտիվ է։ Մի խոսքով ամբողջը ձեր մոտ է կոդը, սկզբնախբյուրը եւ կարող եք փոփոխություններ անել։ Ոյ։ Եվ թե այսքանը։ Այսօրվա համար այսքան է պատրաստել։ Հարցեր։ Հարցեր չկան։ Շնորհակալ եմ դասի համար։ Հարցը լավն էր, հարցեր։ Հարցրեցի ծրագրավորման լեզվի վերաբերյալ։ Հա, նայեք, ծրագրավորման լեզուն կոնկրետ ինչ որ ինքն է տալի մեզ, դա HTML է, բայց տակից դուք կարող եք կիրառեք CSS, չնայած CSS-ն էլ տալի։ JavaScript կարող եք կիրառեք եւ ունենաք արդեն իսկ պատրաստի կայք, որի վրա կարող եք դուք աշխատել, որովհետեւ կոդը ձեր մոտ է։ Կարող եք ձևափոխել կայքը Gemini միջոցով։ Ես նաև մի հատ գործիք կարող եմ ձեզ տրամադրել, որի մասին կխոսենք հաջորդ դասին։ Դա էլի Google-ի գործիքակազմից է, իր անունը Anti-Gravity հակագրավիտացիոն գործիք է, այսպեսի։ Դա նույնպես հատուկ ծրագրավորողների համար է, թե յուրաքանչյուր ծրագրավորողների համար է, բայց յուրաքանչյուր կարող եք օգտագործել։ Նայեք, ես խորհուրդ եմ տալիս սա։ Տվյալ կուրսի վերջում ես որոշել եմ, որ բոլորս այս գործիքի շրջանակում ստեղծել ենք ծրագիր առանց տող կոդ գրելու։ Այսինքն մենք որպես ոլորտի մասնագետներ լինելով գրելու ենք ծրագիր պատրաստի, որը որ այնպես տեսանելի կլինի, ինչպես մեզ տրամադրեց Gemini-ը։ Gemini-ը տրամադրածը ծրագիր չէր, ինքը իրականում մի էջանոց կայք էր։ Բայց մենք սրանով կարող ենք արդեն իրական ծրագիր գրենք, առանց մի կտոր կոդ գրելու։ Ուրեմն այսօր մենք քննարկեցինք Notebook LM իր գործիքակազմերով Gemini-ի հնարավորությունների մի չնչին մասը, կոնկրետ մենակ Canvas-ի մասին խոսեցինք եւ նաեւ temporary chat-ի մասին, որը որ ժամանակավոր chat էր, հնարավորություններ տալի մեզ առանց պատմություն պահելու chat ունենալ։ Խոսացինք Google Slide-երի մասին, նանոբանաների օգնությամբ փոփոխություն անելու մասին եւ հաջորդ դասին երևի արդեն կշարունակենք Anti-Gravity-ի մասին ավելի խորը դիտարկելու, քանի որ մինչեւ կուրսի վերջ դուք պետք է կարողանաք տիրապետական ամբողջությամբ եւ գրել մեկ աշխատող application։ Պարոն Եդիգարյան, շնորհակալություն նման ինֆորմատիվ դասընթացի համար։ Ես եմ շնորհակալ, ձեզ լավ օր։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Դավիթ Եդիգարյանն է, իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամն է։ Ես Մարիամ Հարությունյանն եմ, կհանդիպենք։